Շարունակում ենք մեր եթերը, ոնց հասկանում եմ այսօր անընդհատ գեղեցիկի ու գեղեցկացնելու մասին ենք խոսելու, որովհետև հուսանք, որ աշխարհը կփրկի գեղեցկությունը կամ գեղեցիկը կփրկի աշխարհը։ Բոլորովին վերջերս Բուլղարիայում անցկացված Little Miss Galaxy 2025 միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Էլիզաբեթ Արմեն Համբարձումյանն արժանացել է Little Miss Galaxy Grand Prix Talent 2024 գլխավոր մրցանակի։ Այս հաջողության եւ ասոցիացիայի առաջիկա նախագծերի մասին ենք խոսելու մեր հյուրերի հետ, ովքեր արդեն տաղավարում են։ Մեր հյուրերն են Top Model Հայաստան ազգային ասոցիացիայի գործադիր տնօրեն Լուսինե Բաղդասարյանը, ասոցիացիայի խորեոգրաֆ Անահիտ Պատվականյանը։ Բարև ձեզ։ Բարի լույս։ Ոնց եք։ Փայլուն։ Ու մասին էինք խոսում, ով փաստորեն մրցանակ է ստացել։ Էլիզաբեթի մասին էինք խոսում։ Հայաստանում է ապրում ինքը։ Չէ, ցավոք ապրում է Բուլղարիայում, քանի որ մրցույթն էլ Բուլղարիայում էր անցկացվում, դրա համար այնպես ստացվեց, որ փոքրիկ տաղանդավոր աղջնակը ներկայացրեց Հայաստանը Miss Galaxy մրցույթում եւ ինչպես նշեցիք, տաղանդի փուլում Grand Prix վերցրեց, հաղթող ճանաչվեց։ Ֆրանսերեն երկեր երկում էր նաև հայերեն երկեր, բայց որոշվեց, որ ֆինալի օրը պիտի ներկանա ֆրանսերեն երկով, որովհետև 7 լեզուներով երկում է աղջնակը, բավականին փայլուն բարդ երկեր, վալա երկը, ու շատ սիրուն կատարեց։ Տարօրինակ է ձեզ տեսնել այս տաղավարում առանց օրիորդիկների, առանց թագերի, առանց մրցանակների, ինչու չեն ներկա։ Դե որովհետև ապրում է Բուլղարիայում, բնականաբար այս պահին չկարողացավ այստեղ լինել Հայաստանում գտնվել, բայց հուսով ենք մոտ ապագայում կլինեն թագերը մեր եւ ձեր տաղավարում։ Կան ինչ-որ մրցույթներ, որ ապագայում պետք է մասնակցեք, բայց մասնակիցների հետ կապված խնդիրներ ունեք, չգիտեմ, ծնողները երեխաներին չեն բերում, հետաքրքիր երեխաներին, տաղանդավոր երեխաներին չեն բերում, ինչ-որ հայտարարություն տարածենք։ Չէ, այդպես խնդիրներ չկան, մենք ունենք մեր հիմնական դպրոցը, որտեղ ունենք երեխաները, բայց կարծես թե ուզում ենք ավելի նոր դեմքեր, նոր հետաքրքիր երեխաների հայտնաբերել, հաճախակի կաստինգներ ունենք դիմացում, կաստինգներ ենք հայտարարում եւ ըստ դրա արդեն մենք մեր մասնակիցներին կարողանում ենք ընտրել, ունենալ եւ նախապատրաստել միջազգային նախագծերում ներկայանալու համար։ 5-ից մինչեւ 15 տարեկան աղջիկներ, տղաներ։ Տղուս չտանեն։ Ամեն անգամ ասում եք դուք Դավիթ, բայց ես ձեր տղային այդպես էլ չտեսա։ Չէ, շատ սիրուն էիք կտեսնեք։ Հաստատ ինչ-որ մի մրցանակ։ Դե բոլոր երեխաներն էլ շատ սիրուն են, ես չեմ սիրում այդ երեխաների մեջ գեղեցկության չափանիշներ սահմաններ։ Դրանք փոքր ժամանակ այդ ասма չի քննարկվում, բայց իր տղան այն որ ամոթավոր տղեն այդքան սիրուն լինի, այդ սիրուններից է։ Էսա 9 Մայիսի 31-ին տարեկան։ Մինչև որ տարիքն է կարող 15, հա, դեռ ժամանակ ունեք։ Հետը խոսեմ, տեսնեմ։ Արդեն ձևավորված մարդը կարելի է հարցնել դու։ Կարող ենք այտենց գալ քայլել կանգնել։ Բաներ են, թե միշտոմա չէ։ Տեսեք Դավիթ, դուք տվեցիք այդ հարցը, բայց բնականաբար ես կխոսեմ միջազգային նախագծերի մասին, բայց մինչ միջազգային նախագծերը անցնելը, ասեմ, որ մենք Հայաստանում մրցույթներ, պրոյեկտներ կազմակերպում ենք 2003 թվականից եւ բավականին դադարից հետո այս տարի աշնանը անպայման Հայաստանում պիտի անցկացվի Top Model Երևան 2025 մրցույթը։ Ոստի դրա հետ կապված ես ուզում եմ, որ տեղեկացվեն բոլոր 5-ից 15 տարեկան երեխաների ծնողները եւ փորձել միանալ մեզ։ Իսկ բացի մրցույթից հետո ունենք միջազգային տարբեր երկրներում տարբեր պրոյեկտներ։ Աշնանը մասնակցելու ենք Little Miss United World մրցույթին, գիտեք արդեն մրցույթի մասին։ Մենք ամեն տարի մասնակցում ենք եւ մեծ հաջողություններով ներկայացնում ենք Հայաստանը։ Կարևորը այստեղ չնայած ունեցել ենք շատ լավ հաղթանակներ, բայց ինձ համար, մեզ համար այդքան կարևոր չի այդ հաղթանակը, ինչքան գեղեցիկ եւ ճիշտ ներկայանալը։ Այդ մրցույթից հետո հաջորդում է Բրազիլիայում Miss Nation մրցույթը, որին եւս նախատեսում ենք մասնակցել։ Ինչ է պետք մասնակցության համար։ Տաղանդավոր, հետաքրքիր, պատրաստական երեխաներ, որոնք բնականաբար ամենակիչը 3 ամիս մեզ մոտ պիտի անցնեն դասընթացներ։
նախապատրաստական, այո, քայլել, տաղանդի փուլում պատրաստվել, այդ հագուստները, ազգային տարազը, հայկական խոհանոցը, ամեն ինչը հետաքրքիր էսպես կոմպլեկտ է, որ պիտի նախապատրաստվել։ Իսկ շատ նուրբ են քայլում, ես արդեն մտածում եմ, էլի, թե այդ մասին կխոսի մեր խորեոգրաֆը, կարծում եմ։ Չէ, ես ուտեր տեսել եմ ինչ որ ոնց տղամարի են քայլում, չէ՞, դες նուրբ չեն քայլում։ Իհարկե, գոյություն ունի 3 քայլի տեսակ։ Չի կանանց համարքան։ Տղաները այլ կերպ են քայլում, աղջիկները այլ, եւ կա յունիսեքս քայլքը, որը սպորտային համազգեստով են նրանք ներկայանում։ Տղաները մի քիչ ավելի թիկնեղ, ավելի ինքնավստահ են քայլում, աղջիկները ավելի կանացի։ Կանացի քայլքը, որը ուսումնասիրում ենք մեր մոդելային դպրոցում, դա catwalk-ն է, այսինքն կատվի քայլք, մի փոքր ավելի կանացի, ավելի ժենսվնի եւ պլաստիկ։ Մեր մոդելային դպրոցում, բացի այն, որ երեխաները ինքնահաստատվում են, գեղեցիկ քայլքի արվեստն են սովորում, ճիշտ կեցվածք են ձեռք բերում, ֆոտոպլաստիկա, տեսախցիկի եւ ֆոտոխցիկի այդ աշխատանքը, իհարկե բեմում ազատ զգալու արվեստ են, այդ մշակույթն են սովորում։ Եվ մի փոքր էլ հրացում անեմ, որ շատ կարևոր է այն երեխաները, ովքեր որ ունեն ողնաշարի հետ կապված խնդիր, սկալիոզ, կիֆոզ, լորդոզ, նման հարցերը մենք նույնպես շտկում ենք մեր ֆիզիկական աշխատանքների շնորհիվ։ Այսինքն դեֆիլեի մեջ, դասերի մեջ, այսինքն նախավարժանքից սկսում ենք, նոր անցնում ենք քայլքին արդեն։ Ֆիզիկապես պետք է պատրաստ լինի երեխան, քանի որ եթե ամրակազմ չեղավ, ֆիզիկապես թույլ եղավ, նա չի կարող դիմակայել այդ ամեն ինչին։ Մեր երեխաները այդ առումով բեմում իրենց դրսևորելու, որովհետև մի քիչ մենք ունենք այդ կոմպլեքսները, որովհետև երբ համատում ես այլ ազգերի երեխաների հետ, նրանք շատ ավելի ազատ են խոսքի մեջ, հարց ու պատասխանի մեջ, իրենց դրսևորելու մեջ, ինչով է պայմանավորված, որ չնայած հիմիկվա երեխեքը չգիտեմ, մի քիչ կարող է հնով եմ դեռ չափում, բայց մի տեսակ իրենք այդ հարց ու պատասխանի, ինչ որ զրույցի մեջ մտնելու ինչ որ բան կա։ Շատ են թերանում, դրա համար մեզ մոտ մեր դպրոցում բեմական խոսք եւ դերասանի վարպետություն այդ մասնագիտության հետ կապված ենք դասեր անում, որպեսզի իսկապես թեկուզ այստեղ եթերներ գալուց մենք զգում ենք, հա, այս երեխաների խոսքի կոմպլեքսը, կախված խոսքի հետ իրենք շատ խնդիրներ ունեն։ Շատ աշխատելու տեղ ունեն։ Դա ինֆորմացիայի թե հարաբերվելու, ինչ։ Հարաբերվելու ինձ թվում է։ Իրանք շատ լավ գիտեն, որ ինֆորմացիան ունեն, որ պիտի այսպես լինի, բայց միևնույնն է, երևի չի ստացվում, չգիտեմ, բավականին աշխատանք, ժամանակ մեր եւ ծնողների հետ պատասխանատու աշխատանքի արդյունքում պետք է որ ունենանք։ Փորձում ենք, չգիտեմ, կան երեխաներ, որ իսկապես ստացվում է, ավելի ազատ է։ Կա ինչ որ բան, որ ծնողները անեն, որպեսզի բացի ձեզ մոտ, ենթադրենք երեխան չի էլ մասնակցելու երբևէ, բայց երեխան ունենա հնարավորություն ճիշտ հարաբերվելու, կոնտակտի մեջ մտնելու, ինչ անի օրինակ ծնողը։ Տարբեր մասնագետներ կան էթիկայի հետ կապված, կարող են դիմել իրենց եւ առհասարակ ես կարծում եմ արվեստի ցանկացած բնագավառում, երբ ուղղորդեն իրենց երեխաներին, այդ երեխաների ներաշխարհը լցվի արվեստով, մշակույթով, ես կարծում եմ իրանք ինքնավստահ կլինեն ու կփորձեն արդեն խոսքը եւ ասելիքները ավելի առանց կոմպլեքսների։ Ինքնավստահությունը շատ կարևոր է, շատ կարևոր։ Ինքնահաստատում, ինքնավստահություն, չենք ասում այսպես աստղային տանի կանել երեխեք, որ 1-2 զգում ես, որ իրանց մոտ լրիվ ուրիշ բան է հասունանում։ Չէ, դրա մասին չի խոսքը, ինքնավստահությունը մի քիչ այլ ձևով պետք է անցալել։ Ուզում եմ նաև խոսել մեր մոտակա պլանների մասին։ Մենք հունիսի 1-ին Citizen-ում երեխաների պաշտպանության օրվա հետ կապված շատ հետաքրքիր միջոցառում ունենք, որտեղ հրավիրում ենք բոլոր երեխաներին, որովհետև անվճար օգտվելու շատ տարբեր հնարավորություններ ունեն, տարբեր բաներից օգտվելու եւ ունենալու հրաշալի գեղեցիկ օր, ինչպես նաև մենք հետաքրքիր բրենդների հետ ենք աշխատում եւ իրենց հագուստները այդ օրը մեր դպրոցի սաները պիտի ցուցադրեն։ Այս 22 տարիների ընթացքում, որ փաստորեն մեկնարկել եք ու աշխատում եք, ամեն տարի եղել են մրցույթներ, դուք ամեն տարի արդյոք ունեցել աշխատելու երեխաների հետ, թե դա ամեն տարի չի լինում։ Մենք ամեն շաբաթ ենք աշխատում, շաբաթական 3-4 Չէ, մրցույթները, բայց եւ ամեն տարի մեկ անգամ չի տարին լինում։ մի քանի անգամ տարբեր մրցույթներ են։ Մենք միջազգային ժյուրիի անդամներ ենք, Top Model Հայաստան ազգային ասոցիացիայի հիմնադիրները, ես Լուսինե Բաղդասարյանս եւ Գևորգ Ասատրյանը հիմնադիրներ ենք եւ միջազգային
մրցույթներում եւ ազգային տնօրեն ենք եւ միջազգային ժյուրիներ ենք։ Բնականաբար լիցենզիաներ ունենք եւ աշխատում ենք տարբեր մրցույթների հետ, մի քանի, ովքեր գրանցված են միջազգային ատյաններում եւ օրինական գործունեություն են ծավալում։ Ինչի եմ ասում, որովհետև մենք ինքներս էլ այդպես պատահական կազմակերպություն չենք, մենք մեր ստատուսը այսպես ստացել ենք կառավարության որոշումով, այդ Top Model Հայաստան ազգային ասոցիացիա, դա մենք երկար ճանապարհ ենք անցել, դա վաստակել ենք մենք մեր աշխատանքով եւ կառավարության հատուկ որոշումով եւ ընդհանրակարգով ստացել ենք մեր անվանումը եւ բնականաբար ուզում ենք աշխատենք մեր ստատուսին համապատասխան կազմակերպությունների հետ, ովքեր նաեւ գրանցված են, աշխատում են օրինական եւ միջազգային ատյաններում նորմալ լիցենզավորված ընկերություններ են համարվում։ 15 տարեկանից մեծ արդեն սիրողական խմբեր կարող ենք։ Սիրողական խմբեր ունեն։ Ուրիշ կազմակերպություններ ներկայացնում, այսինքն Miss Աշխարհ բաներ։ Կան իհարկե մարդիկ, ովքեր Չէ, կոնկրետ Հայաստանում կա Հայաստանը ներկայացնող։ Կան, այո, կան տարբեր ընկերություններ կան, որ ավելի բարձր տարիքում անցկացնում են տարբեր մրցույթներ եւ փորձում են Հայաստանը ներկայացնել։ Ես դրա համար իսկապես շատ ուրախ եմ, որովհետեւ դուք չեք պատկերացնում այդ զգացողությունները, ինչը մենք ունենում ենք դրսում մեր երկիրը ներկայացնելուց։ Եթե իհարկե լավ ես նախապատրաստված, փորձում ես ճիշտ ու գեղեցիկ ներկայացնել քո երկիրը, դրանից առավել ես ուզում եմ խոսել Miss Galaxy մրցույթի մասին, տեսեք, այստեղ մրցույթը բաղկացած էր մի քանի մասերից, այստեղ արդեն ժյուրիի անդամներն են տարբեր երկրներից, ովքեր ներկայանում են։ Առաջին փուլով, առաջին մասում մրցութային օրերին ընդունեց մեզ Բանսկոյի քաղաքապետը, մենք նվերներով մոտենում ենք, ներկայանում ենք, ասում ենք, որ երկրից ենք եւ դա կարծում եմ բավականին էլի մեզ համար արժեք ունեցող քայլ էր։ Հետո արդեն երեխաները ներկայանում են մրցութային մասնակիցները տարբեր հագուստներով, ազգային տարազով եւ ամենավերջում մրցանակաբաշխությունը։ Այս են կադրերն ենք մենք տեսնում, որ արդեն երեխաները տարբեր փուլերով, տարբեր հագուստներով ներկայանում են։ Հետաքրքիր է տարեկան քանի մրցույթ եք մասնակցում։ Տղաներ չկան, հա, բայց ոնց որ այստեղ միայն աղջիկներ են։ Այս մրցույթում, այո, Little Miss Galaxy։ Չէ, կային տղաներ էլ կային։ Տղաներ էլ կան, այո։ Տարեկան քանի մրցույթ եք մասնակցում, որ 3-4 մրցույթների պարտադիր մասնակցում ենք, որոնց հետ արդեն 20 տարի շարունակ մենք կապի մեջ ենք, աշխատում ենք եւ համագործակցում ենք։ Տարիքը ոնց է, այսինքն կոնկրետ 9 տարեկանները կամ 11 տարեկանները իրար հետ են մրցում, թե խոսքի չգիտեմ 7-ից 10 տարեկանները իրար հետ են ոնց է ձևը։ 5-ից 7, 7-ից 9, 10-ից 12 եւ 12-ից 15։ 4 տարիքային խմբեր են։ Տարիքային կատեգորիա կա, էլի, այսպես ասած։ Էլ ինչ մանկավարժներ են իրենց հետ աշխատում։ Հետաքրքիր մեր կոնկրետ մեր երեխաների հետ թե միջազգային մրցույթների նկատի ունենք։ Բեմական խոսքի եւ դերասանի վարպետության մանկավարժ ունենք, տեխնիկագործություն, թաղիքագործություն, դա վոկալի դասեր ունենք եւ նախատեսում ենք նաեւ պարային եւ այլն, որովհետեւ այս ամեն ինչը կախված է այն ամեն ինչի հետ, ինչով որ ներկայանում ենք մենք որպես տաղանդի փուլի ներկայացուցիչ Հայաստանի կողմից պիտի այդ ամեն ինչից գոնե կարողանա երեխային կարևոր ֆակտոր է, որ ինչ-որ մի տաղանդավոր մեզ համար, չէ, մրցույթի համար կոնկրետ այդքան կարևոր չի, բայց մենք ուզում ենք, որ այո, տաղանդավոր երեխա ներկայանա, որովհետև տաղանդի համար նաև առանձին Grand Prix մրցանակ են սահմանում կազմակերպիչները, իսկ դա կարծում եմ կարևոր է։ Դե անշուշտ, տաղանդը ասում եմ միշտ է կարևոր, բայց ես չգիտեմ, այս մրցույթները ինձ համար կարող են հետաքրքիր լինել հատկապես նրանով, որ տալիս են երեխային հնարավորություն մեծ հարթակում դրսևորվելու, որովհետև երբ ես հանդիսատես եմ նայում, միշտ կա մի տեսակ այդ մտավախությունը, կոմպլեքսավորվածությունը, փակվելը, դե եթե սովորում են ինչ է նշանակում խոսքի կուլտուրա,
դերասանի վարպետություն, չգիտեմ, դե դա կարծում նրա համար է, որ կարողանան իրենց դրսևորել նաև բեմում։ Տեխնիկագործությունն էլ գիտեք, այնքան հետաքրքիր զարգացնող, մոտորիկա զարգացնող հնարավորություն է տալիս։ Իրանք իրանց կերպարներով տեխնիկներ են փորձում ստանալ կամ այն կերպարը, ինչը որ նախընտրում են, դա կլինի հեքիաթի հերոս, թե ինչ որ մի գեղեցկուհի, այդ կերպարներով տեխնիկներ են ստանում։ Դա էլ շատ կարևոր է ինձ թվում, մշակույթի զարգացման հետ կապված բավականին հնարավորություն է տալիս ճկվելու։ Դե հուսանք, որ հաջորդ անգամ էլի հաղթանակած օրիորդներով այս տաղավարում կհյուրընկալենք ձեզ։ Հուսանք, թագերով անպայման կգանք մեծ սիրով։ Շնորհակալ ենք ձեզ, որ ամեն անգամ մեծ սիրով եթեր եք տրամադրում, շատ հաճելի զրույց ենք ունենում փոխկապակցված իրար հասկանալով մեզ մոտ այն տպավորությունն է, որ դուք արդեն մեզ այնքան լավ եք ճանաչում, այն ինչը ես կմտածեի ասել, դուք արտահայտում եք այդ մտքերը։ Շնորհակալ ենք։ Սիրով։ Շնորհակալ ենք։ Առհասարակ տա Աստված, որ յուրաքանչյուր գործ, որը պիտի միտված լինի մի քիչ էլ ավելի զարգացնելու մեր երեխաներին կամ առհասարակ դրոշ բարձրացնելու որևէ հարթակից, տա Աստված, որ դրանք իրականում իրականանան եւ հաղթանակով վերադառնանք։ Ձեզ շնորհակալ ենք, հաջողություն ենք մաղթում։ Ձեզ էլ ենք շնորհակալ լավ օր բոլորիս։ Շնորհակալ ենք, սիրելի հեռուստադիտողներ, գովազդներ եթերում։